Հարգելի դիտորդ, ուրեմն ես վերցանեցի Նախիջևանի քարտեզը, բայց այս նյութս դրա մասին չի, հաջորդը կդնեմ, իսկ հիմա ուզում եմ խոսեմ Ծառուկյանի ԲՀԿ-ի անցնել չանցնելու պատճառները, թե որտեղ է թաքնված գաղտնիքը եւ ումն էր խանգարում, որ ԲՀԿ-ն անցներ, եւ սա ինչ այսպես մանիպուլյացիա է հերթական, այնց որ ԲՀԿ-ն արդեն անցած էր, ուղղակի ձեր չէր տալի, ումը ձեր չէր տալի եւ ինչի ձեր չէր տալի, որ ԲՀԿ-ն մտներ խորհրդարան եւ ինչու է Ծառուկյանի հանդեպ կիրառված ուրեմն սահմանափակումներ երկրից դուրս գալու եւ այսպես հետապնդումներ։ Ես հիշեցնեմ, որ իմ կանխատեսումների ժամանակ ես չունեմ հստակ ժամերը, ուստի եթե ես ունենամ ժամերը, կարող եմ խոսել 100%-ով, բայց քանի որ չունեմ ժամերը, իմ կանխատեսումները 85-ից մինչև 90% իրականության հավանականություն ունեն եւ դա քիչ չի։ Եվ եթե մի փոքր այսպես նշված ժամկետի այսպես մի քիչ տատանում լինի, դա շատ բնական է կանխատեսումների ժամանակ, որովհետև ելի եմ կրկնում, որ չունեմ ես ժամ, ինձ լրիվ լիարժեք ամեն ինչ հասկանալու համար հարկավոր է ժամ, որը ես չունեմ։ Իսկ հիմա խոսեմ Բարգավաճ Հայաստանի մասին, ուրեմն մենք հասկացանք, որ Ծառուկյանի գլխավորությամբ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական արդյունքով ԲՀԿ-ն չանցավ ազգային ժողով։ Իրավիճակի հիմնական մանրամասները որն էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկեց երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ ԲՀԿ-ի արձագանքը ինչպես եղավ, ինքը հայտարարեց, որ ձայների գողություն է տեղի ունեցել եւ շատ բնական էր ԲՀԿ-ի արձագանքը։ Ուրեմն ԲՀԿ-ն իրավաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները դատական կարգով։ Ծառուկյանը նաև հայտարարել է այլ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին։ Ինչի համար եղավ քրեական հետապնդում ընտրություններին զուգահեռ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով, մինչև այդ քնած էին այս շիականջին, արթնացան ու որոշեցին, որ այս մարդը իր այսպես հարկերը չի տվել։ Այս ամեն ինչի տրամաբանությունը որն է, Գագիկ Ծառուկյան եւ ԲՀԿ-ի խորհրդարան չանցնելու տրամաբանություն ունի երկու հակառակ այսպես հակադրող պատճառներ, որից մեկը 160 ձայն պակասացնելը, թույլ չտալ, որ 4%-ի շեմես կուսակցությունը անցնի, իր ձայները բաշխվի ընդդիմադիր ուժերի եւ ՔՊ-ի միջև, որտեղ ԿՊ-ն կունենա ԲՀԿ-ից վերցրած ձայներ։ Ուրեմն, երբ որ մենք նայում ենք զինվորների քվեարկության համարվեց խախտում, այդտեղ հարց էր, ինչի ընտրատարածքները փակվելու զինվորներին բերեցին, արդեն մտցրեցին, գուցե գիտեին, որ Ծառուկյանը 4%-ի շեմն է ասնում, բերեցին, որպեսզի նաև Ագարակի եւ Նուբարաշենի արդյունքները այսպես չեղարկեին, չնայած որ ՔՊ-ն էլ է պնդում, որ այնտեղ իր ձայներն էլ այսպես չեղարկվել։ Եթե նայում ենք մանդատների հարցը, ապա իշխող քաղաքական պայմանագիրը ՔՊ կուսակցությունը պնդում է, որ չեղարկված տեղամասերում իր ձայները նույնպես ասեցի չեղարկվել է, բայց որն է սրա միտումնավոր այսպես պատճառը, ԲՀԿ-ն պնդում է, որ տեղամասերը չեղարկել են գաղթագողի եւ հենց այնտեղ, որտեղ իրենք ամենաշատ ձայներն են ունեցել, որովհետեւ այդ ձայները հաշվելով ԲՀԿ-ն անցնում է 4%-ի շեմը եւ մտնում է խորհրդարան։ Իսկ ՔՊ-ի բացարձակ ուրեմն մեծամասնություն որպես քաղաքական վերլուծաբաններ նշում են, որ եթե ԲՀԿ-ն անցներ խորհրդարան, ապա ընդդիմադիր մանդատների թիվը թույլ կտար տապալել իշխանության մի շարք առանցքային նախաձեռնություններ, այսինքն
կդրվեին սահմանափակումներ ՔՊ-ի համար, դատավորների, գլխավոր դատախազների ընտրություն արդեն ՔՊ-ն չէր կարող անել, ԲՀԿ-ն չանցնելուց հետո այդ ազատ մանդատները բաշխվեց ՔՊ-ին և ՔՊ-ն ինչ ստացավ, սահմանադրական ուրեմն մեծամասնություն, բայց ընտրողների և քաղաքական ուրեմն քաղաքագետների տրամաբանությամբ ձայների փոշիացումը փորձագետները նշում են, որ ԲՀԿ-ն սխալվեց ընտրությունների միայնակ մասնակցելու, այլ ինքը պետք է ուղղակի դաշինք կազմեր այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Այլ ընտրանքային ուրեմն փնտրտուք բողոքային էլեկտրատի մի զգալի մաս Ծառուկյանին չդիտարկեց որպես Փաշինյանի հիմնական այլընտրանք, ինչի պատճառով ձայները գնացին խորհրդարան, անցան մյուս ընդդիմադիր ուժերին։ Հիմա այս ամեն ինչի եթե մենք նայենք, Նիկոլ Փաշինյանը այլևս սահմանադրություն չի կարող փոխել, որովհետև քաղաքական արդեն դիակ է, ինքը չունի այն լեգիտիմությունը, ինչը ուներ սրանից օրինակ 18 թվին, 21 թվին և 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր չի ստացել սահմանադրության փոխելու համար անհրաժեշտ պատգամավորական մեծամասնություն։ Ես հիշում եք, այս մարդը արդեն գնացածի հաշիվ է։ Ես նշել եմ, որ ընտրությունները ճիշտ է, ինքը մի կերպ այսպես մանևրելով, ռեսուրսներ կիրառելով, մոլորակների բարենպաստ դիրքերով այս մարդը անցնելու է, բայց չի ունենալու, լինելու է ավելի թույլ դիրքերում, քան երբևիցե եղել է, այսինքն նա ազատ չի, ինչպես եղել է մինչև հիմա, և ինչ սիրտը ուզի, ինքը չի կարող անի։ Հիմա շարունակեմ, որպեսզի ձեր համար հասկանալի լինի, ուրեմն խորհրդարանում սահմանադրություն փոխելու նախագիծ ընդունելու կամ այլ հանրաքվեին դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 70 պատգամավորի կողմ քվեարկության ձայն։ Ընդդիմության ուրեմն արգելափակող մեծամասնություն, ընդդիմադիր երկու ուժերը, Ուժեղ Հայաստան և Հայաստան դաշինքը միասին ունեն 41 մանդատ, սա նրանց տալիս է ոսկե մանդատ միասնական լինելու դեպքում տապալելու սահմանադրության ցանկացած փոփոխություն։ Եթե քաղաքական ուրեմն այսպես առևտրային այսպես դաշինքով նայենք, Փաշինյանին անհրաժեշտ է լինելու համոզել կամ իր կողմից ներքաշել ընդդիմադիր պատգամավորներից առնվազն 6-ին, որ կարողանա ձայների մեծամասնություն ունենա ներսում ինչ-որ բան փոխելու համար, ինչը ներկա լարված մթնոլորտում կարելի է ասել գրեթե անհնար է, որ կարողանա ինքը ընդդիմադիր ուժերից 6 անձի վերցնի, պատգամավոր վերցնի, ՔՊ-ին միացնի։ Կամ էլ պետք է 200 ուրեմն հազար քաղաքացիների ստորագրահավաք, որը օրենքով հնարավոր է սահմանադրության նախագիծը խորհրդարան մտցնել ժողովրդական նախաձեռնության ուրեմն ստորագրության, բայց այն միևնույն է պետք է հաստատվի ԱԺ-ի 2/3 կողմից հանրաքվեի գնալու համար։ Ամենամեծ խնդիրը Ադրբեջանի պահանջն է, որ սահմանադրական փոփոխությունները Փաշինյանի գլխավոր նախընտրական խոստումներից մեկն է եղել Ալիևին, ուրեմն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանը իր սահմանադրություն չի փոխել և նախաբանիչ չի հանել հղումը անկախության հռչակագրի, որտեղ նշվում է Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Դուք հասկանում եք ինչ է տեղի ունենում։
Եվ այսպես Գագիկ Ծառուկյանի խորհրդարան անցնելը խանգարում էր Նիկոլ Փաշինյանին եւ իշխող ՔՊ ուժին երկու հիմնական մակարդակում՝ միազնյա իշխանության պահպանման եւ սահմանադրական մեծամասնություն ունենալու հարցում եւ ձայների փոշիացումը եւ այսպես մանդատների ավտոմատ փոխանցումը, քանի որ ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը ստացավ 3,989%, նրա ստացած տասնյակ հազարավոր ձայները փոշիացան, ինչպես փոշիացան։ Ընտրական օրենսգրքի համաձայն այդ ձայները համամասնորեն բաշխվեցին խորհրդարան անցած ուժերի միջև, որի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը 49 եւ 74% ստացավ այսպես ավտոմատ ձայներ, այսինքն երբ որ բաշխվեց, ինքը հասավ այդ շեմին եւ ունեցավ սահմանադրական մեծամասնության 64 մանդատ։ Ես հիշում եք, ասում եմ 50-50 ու ձայների բաշխումն էլ եթե դուք նայեք կհասկանաք ես հիմա ինչ եմ ասում։ Իսկ ԲՀԿ-ի անցնելու դեպքում եթե իհարկե ԲՀԿ-ն ստանար անհրաժեշտ իր 160 ձայնը, ՔՊ-ն կզրկվեր միանձնավորոշումներ կայացնելու հնարավորությունից եւ կունենար ընդամենը պարզ մեծամասնություն։ Եթե մենք նայում ենք արգելափակման մեխանիզմը, խորհրդարանում ԲՀԿ-ն ներկայացնում է 3-րդ կամ 4-րդ ընդդիմադիր ուժի կարգավիճակ, մյուս ընդդիմադիրների հետ միասին ստեղծելու էր մի իրավիճակ, երբ իշխանությունը չէր կարողանալու միայնակ ընտրել ուրեմն գլխավոր դատախազ, ՄԻՊ կամ սահմանադրական դատարանի դատավորներ եւ Ծառուկյանի բացակայությունը խորհրդարանից ապահովագրեց Փաշինյանի փողոցային խորհրդարանական համատեղ ճնշումներից։ Ուրեմն, եթե մենք այստեղ նայում ենք, թեև Փաշինյանը չունի սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ 2,3 մասը, 70 ձայն, այստեղ ԲՀԿ-ն դուրս մնալը թույլատրեց խորհրդարանական ընդդիմության ընդհանուր կշիռը։ Սա իշխանությանը թույլ է տալիս ավելի հեշտ մանևրել արտաքին քաղաքական հարցերում եւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Եթե մենք նատալ կարտով ենք նայում, ուրեմն եթե ասում են, որ երկրորդ փուլ, տեսեք, ես էլ էի ասում հնարավոր է երկրորդ փուլ ըստ նատալ կարտերի, բայց երկրորդ փուլի փաստորեն խոսակցությունը, պահանջը դա էին ցույց տալի նատալ կարտերը։ Իսկ հիմա եթե մենք ավելի խորացված այս ամբողջ իրավիճակում նայում ենք, երկրորդ փուլի ընտրությունների հավանականությունը հասնում է նվազագույնի։ Ինչի համար, քանի որ իրավական եւ փաստացի տվյալով ուրեմն իշխող ուժն արդեն ձևավորել է կայուն մեծամասնություն, իսկ աստղագուշակության նատալ կարտի տեսանկյունից երկրի հիմնադրման տվյալները ցույց են տալիս իրավիճակի հանգուցալուծում հենց առաջին փուլում։ Ուրեմն իրավական քաղաքական տրամաբանություններով եթե մենք նայում ենք, ընտրական Հայաստանի օրենսգրքի ուրեմն ընտրությունների երկրորդ փուլ նշանակվում միայն այն դեպքում, եթե առաջին փուլի արդյունքներով կամ ընտրություններից հետո քաղաքական ուրեմն կոալիցիաների ձևավորման միջոցով որևէ ուժ չի կարողանում կազմել կայուն խորհրդարանական մեծամասնություն, այսինքն 52% առնվազն։ Եվ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում, թեև Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է քվեների 49 եւ 74%, սակայն ԲՀԿ-ի եւ այլ ուժերի չասնելու եւ ձայների վերաբաշխման արդյունքում ԿՊ-ն ավտոմատ ստացավ 64 մանդատ, հասկացաք ինչ եղավ։ Սա գերազանցում է խորհրդարանի պարզ մեծամասնությունը, ինչը նշանակում է, որ երկրորդ փուլի իրավական հիմքեր այլևս չկան։ Այստեղ չեղարկվեց, եթե այսինքն ԲՀԿ-ն անցներ եւ եթե դժգոհություններ ելներ, կարող էր լինել երկրորդ փուլի հնարավորություն, բայց քանի որ փոշիացվեց ձայները 64 մանդատ գնաց ԿՊ-ին, այստեղ այլևս իրավունք չունեն երկրորդ փուլ պահանջելու։
Եվ եթե նայում ենք այս ամեն ինչը Հայաստանի արդեն նատալ կարտով, սա նշանակում է, որ Սատուրնի եւ Յուպիտերի ազդեցությունը Սատուրնի դիրքը նատալ քարտի նկատմամբ առաջացրել է հանրային մեծ դժգոհություն եւ լարվածություն ընտրությունների շրջանում, ինչը սովորաբար բերում է քաղաքական ճգնաժամերի կամ երկարաձգվող process-ների, այսինքն այս process-ը դեռ կարող է ձգձգվել, բայց երկրորդ այսպես փուլի չի գնալու։ Եթե մենք նայում ենք այնուամենայնիվ, ուրեմն Յուպիտերի իշխանության կայունության եւ օրենքի մոլորակը դիրքն այս պահին տրանզիտում ապահովել է գործող համակարգի պահպանումը, նատալ քարտում առկա է իկոնիկ ասպեկտներ, որոնք թույլ չտվեցին գործընթացի սառեցում կամ երկրորդ փուլի, ուրեմն ձգձգում, իրավիճակը կտրուկ կերպով հստակեցվել է հենց առաջին իսկ քվեարկության ժամանակ։ Մերկուրիի դիրքը ընտրությունների պահին, ուրեմն նատալ քարտի համադրությամբ մատնանշում է իրավական թղթաբանական վեճեր, ինչը տեսնում ենք արդեն եւ դատարանների, ուրեմն ներկա քննարկումները, բայց ոչ ընտրական նոր քվեարկության փուլ։ Ուրեմն հաջորդը, որ կուզեի նայեի, երկրորդ փուլ ըստ մոլորակների, ուրեմն տրանզիտների, այդ չի լինելու հաստատ։ Ցույց չի տալի, որովհետև Մարսի եւ Սատուրնի կոշտ ասպեկտներ գոյություն ունեն, հա, ունի 10-րդ տանը Պլուտոնի ազդեցությունը, որը ցույց է տալիս, որ գործող իշխանության կորիզը չնայած ճգնաժամին պահպանում է իր վարչական կառավարման ղեկը, ինչը բացառում է ընտրական նոր երկրորդ փուլի, ինչքան ուզում են փողոցում գոռան երկրորդ փուլի մասին, մոլորակները այսպես խիստ արգելք են դնում։ Հիմա տեսնենք կվերցնեն արդյոք ընդդիմությունը իր մանդատները։ Յուպիտերի դիրքը 11-րդ տան խորհրդարանի տունն է, եւ Յուպիտերը որպես օրենքի եւ կարգավիճակի մոլորակ մտնում է խորհրդարանի տուն, այսինքն 11-րդ տուն։ Սա հուշում է, որ ընդդիմադիր ուժերը, ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքը կգնան ռացիոնալ ճանապարհով եւ կվերցնեն իրենց 41 մանդատները։ Մերկուրիի ռետրոգրադ փուլի ավարտը, նատալ քարտում Մերկուրիի դիրքը հունիսի կեսերից փոխվում է, ինչը նշանակում է, որ էմոցիոնալ բոյկոտի խոսակցությունների փոխարինելու են սառը հաշվարկները։ Ընդդիմությունը կհասկանա, որ մանդատներից հրաժարվելը նրանց կզրկի իշխանությանը հակակշիռ միակ իրավական գործերից, որտեղ 41 մանդատով նրանք կարող են տապալել սահմանադրության փոփոխությունը։ Հիմա ովքեր որ ասում են մանդատները չվերցնեք, ուրեմն իրանք ոչինչ չեն հասկանում։ Կվերցնեն ընդդիմադիր ուժերը իրենց մանդատները, որպիսի սահմանադրության փոփոխությունը արգել են սահմանադրություն չփոխվի եւ չլինի խաղաղության պայմանագրի ստորագրում, որտեղ վերջնական, այսպես վերջակետ կդրվի Արցախ-Հայաստան հարցին։ Թերևս ընդդիմադիր ուժերը փորձում են պաշտպանել այդ իրավիճակը, որտեղ հստակ Արցախ-Հայաստանի հարցը կա սահմանադրական կետում։ Իսկ եթե սահմանադրությունը փոխվի, իրանց ասած վերջնակետ, վերջ փակված կլինի բոլոր հարցերը։ Ուրեմն, եթե աստղագուշակորեն մենք այս ամեն ինչը ամփոփում ենք, երկրորդ փուլ ոչ, իրավիճակը վերջնականապես այդ հարցում փակված է, մանդատները վերցնում են, այո, վերցնելու են, ընդդիմությունը կմտնի խորհրդարան, թեև սկզբում կլինեն կոշտ հայտարարություններ եւ բողոքի ակցիաներ։ Եթե վերցնեն, ուրեմն ինչ է լինում, եթե ընդդիմությունը վերցնում է մանդատները, ապա Հայաստանի նատալ քարտի համաձայն երկրում կձևավորվի կոշտ հակակշիռների եւ երկարատև քաղաքական պայքարի մի հատ փուլ, որտեղ իշխանությունը կորցնելու է բացարձակ կամայական որոշումներ կայացնելու ազատությունը։ Հիմա հասկանում եք, որ ընդդիմությունը եթե վերցնի, շատ ավելի շահեկան կլինի մեր երկրի համար, քան եթե չվերցնի։ Ուրեմն այստեղ ասեցի Սատուրնի եւ Պլուտոնի հակամարտությունը տեղի ունենալու, պատնեշ եւ սահմանադրության արգելափակում, մանդատները վերցնելու դեպքում ընդդիմադիր
միասնական բլոկը 41 падգամավոր դառնում են անառիկ պատ, նատալ քարտի 7-րդ տան բացահայտ հակակոորդիններ, ուրեմն 10-րդ տան իշխանության միջև 7-րդ եւ 10-րդ տան ուրեմն միջև արկա տրանզիտային լարվածությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու անցկացնել իր ցանկացած սահմանադրական փոփոխություն, ընդդիմությունը կօգտագործի այդ 41 մանդատը որպես վետոյի իրավունք։ Ուրեմն կլինի բանակցությունների տապալում, քանի որ իշխանությունը չի ունենա 2/3 մեծամասնություն, արտաքին ճնշումների, օրինակ Ադրբեջանի պահանջների դեմ հարվածն իր վրա վերցնելու խորհրդարան, ինչը իշխող ուժին կստիպի դանդաղեցնել կամ սառեցնել խաղաղության պայմանագրի որոշ կետեր։ Օրենսդրական բոյկոտները, եթե մենք նայենք, Մարսի տրանզիտը խորհրդարանի տան վրայով հուշում է ազգային ժողովի նիստերը լինելու են ծայրահեղ ագրեսիվ, հաճախակի ընդհատումներով, աղմկոտ հայտարարություններով եւ ֆիզիկական լարվածությամբ։ Ընդդիմությունը մանդատները կօգտագործի ոչ թե հանգիստ աշխատելու, այլ ամբիոնին որպես մարտի դաշտ կիրառելու եւ իշխանությունը ներսից մարշեցնելու եւ քայքայելու համար, ինչը որ ես կանխատեսել էի, աշնան է։ Ուրեմն դիմադիր ուժերը կստանան մի շարք կարևոր մշտական հանձնաժողովների, օրինակ պաշտպանության կամ արտաքին հարցերի ղեկավարումը, ինչը նրանց թույլ կտա պաշտոնական հարցումներով եւ քննիչ հանձնաժողովներով անընդհատ ճնշել ՔՊ-ին ասեմ էլի, ներսում անընդհատ ճնշումներ այսպես օգտագործել։ Ինչի հաշվին պետք է այս ներսից մաշվի ամեն բան, պետք է այսպես ճնշումների միջոցով, ինչքան ուժեղացնեն ճնշումները, այդքան արագ է լինելու գործընթացը։ Ծառուկյանի ուրեմն ձայներից այսպես փոշիացումից հետո, եթե մենք նայում ենք ԲՀԿ դուրս մնալուց հետո խորհրդարան անցած ընդդիմությունը աստիճանաբար իր կողմը կքաշի Ծառուկյանի հիասթափված ընտրողներին։ Յուպիտերը ցույց է տալիս, որ խորհրդարանական ընտրության կշիռը հանրության աչքում կմեծանա, եթե նրանք կարողանան արդյունավետ օգտագործել իրենց ձեռքի եղած 41 մանդատը։ Եթե չվերցնեն, ինչ տեղի կունենա, եթե չեն վերցնում մանդատները, ապա Հայաստանի նատալ քարտի համաձայն երկրում կստեղծվի ծայրահեղ, անկայուն, պայթունավտանգ եւ լեգիտիմության խորը ճգնաժամի փուլ, որը կտանի դեպի արտախորհրդարանական բախումներ, այստեղ վտանգները ել ավելի մեծ կլինի։ Լեգիտիմության կորուստ, ուրեմն Ուրանի հեղափոխությունների անկանխատեսելիության մոլորակի հաշվին կոշտ ասպեկտը խորհրդարանի տան 11-րդ տունն է, հուշում է, որ միայնակ մնացած իշխանությունը կհայտնվի քաղաքական վակուումում, թեև ՔՊ-ն կունենա բոլոր տեղերը, միակուսակցական խորհրդարանը թե երկրի ներսում եւ թե միջազգային հանրությունում, Արևմուտք Ռուսաստանի աչքում կորցնելու իր իրավական կշիռն ու լեգիտիմությունը։ Միազնյա պատասխանատվություն, Սատուրնի դիրքը ցույց է տալիս, որ ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը հատկապես արտաքին ճնշումների հարցում ընկնելու է բացառապես Նիկոլ Փաշինյանի վրա, նա այլևս չի կարողանա մեղքը բարթել ընդդիմության խոչընդոտների վրա։ Փողոցային պայքարի բռնկումներ կարող են այդ ժամանակ առաջանալ, որը խոսում է ուրեմն Մարսի ակտիվացումը 8-րդ տան հետ կապված։ Մարսի ագրեսիայի էներգիայի ուրեմն տրանզիտը ցույց է տալիս, որ խորհրդարանից դուրս մնացած էներգիան չի կորչի, այլ կտեղափոխվի փողոց, եւ 41 մանդատից հրաժարված ուժերը միավորվելով դուրս մնացած Գագիկ Ծառուկյանի հետ, արտախորհրդարանական ուժերի հետ կստեղծեն հզոր հակաիշխանական ալիք։ Եվ այստեղ
նատալ քարտի 8-րդ տան ճգնաժամերի ռիսկերը, ակտիվությունը զգուշացնում է, որ փողոցային պայքարը չի լինի խաղաղ, սպասվում են տևական գործադուլներ, փողոցների շրջափակումներ և ոստիկանության հետ կոշտ բախումներ։ Նոր արտահերթ ընտրության տեսլականը, եթե մենք նայում ենք Պլուտոնի տրանզիտի հետ կապված, Պլուտոնը, որը խորհրդանշում է մահ և վերածնունդ, ցույց է տալիս, որ այսպիսի դատարկ խորհրդարանը երկար կյանք ունենալ չի կարող, ճգնաժամ կխորանա այնքան, որ իշխանությունը ստիպված կլինի առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում գնալ նոր զիջումների կամ նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Եթե այս ամեն ինչը աստղագուշակորեն ու նատալ կարտով ենք մենք ամփոփում, ուրեմն մանդատները, եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, երկրի ներսում քաղաքական երկխոսությունը վերջնականապես կմեռնի և պայքարը կտեղափոխվի բացարձակ ֆիզիկական դաշտ և կտեղափոխվի փողոց, հասկանում եք, իրենք ինչ-որ բան անելու, նա պետք է միանան ու փողոցում արդեն փողոցային պայքարը սկսվելու։ Ու էդի շատ ավելի վտանգավոր կլինի և մանդատը վերցնելով, այս ամբողջ ծանրությունը բեռը, այսպես ասեմ, 41 մանդատը վերցնելով, ընդդիմադիր ուժը ամբողջ ծանրությունը վերցնում է իր վրա, որպեսզի քաղաքացիական պատերազմից, քաղաքական բախումներից ժողովրդին հետ պահի։ Այն ինչ որ կարա ժողովուրդը աղմկով, հացադուլով, գործադուլով, փողոցներ փակելով, ոստիկանների հետ բախումներ ունենալով անի, հիմա տրամաբանությունը նայեք ընդդիմադիր ուժի, իրանք կվերցնեն մանդատները, որպեսզի ժողովրդին հետ պահեն և այդ ամբողջ ծանր բեռը վերցնեն իրանց վրա, որպեսզի կարողանան ներսում ՔՊ-ի հարցերը լուծեն, հասկանում եք։ Եթե մենք նայում ենք վերցնել թե չվերցնել որն է լավ, ուրեմն բնականաբար այստեղ կարելի է ասել, որ երբ ընդդիմությունը մտնում է խորհրդարան, լարվածությունը ստանում է օրինական ձևակերպված տեքստ։ Սատուրնը սիրում է կարգապահություն և կառուցվածք։ Սա թույլ կտա խուսափել երկրի ներսում արյունահեղության կամ անկառավարելի քաոսից, ևս մարտի 1-ից։ Եվ իշխանության սահմանափակումը, սա ոսկե մանդատ, ունենալով 41 մանդատ, ընդդիմությունը տիեզերական պատնեշ է դառնում սահմանադրության միազնյա փոփոխության ճանապարհին, սա պահպանում է երկրի ժողովրդական հավասարակշռությունը և էներգիայի ճիշտ ուղղորդում, Մարսի ագրեսիվ էներգիան փողոցային ֆիզիկական բախումների փոխարեն կսպառվի խորհրդարանական բանավեճի և քաղաքացիական հայտարարությունների վրա։ Դուք պատկերացնում եք Սատուրնի դիրքը կարա ուղղակի փողոցային պայքարի ժամանակ մեծ արյան լճեր առաջացնի և մանդատներից հրաժարվելը քաոսը կակտիվացնի, եթե ընդդիմությունը բոյկոտի խորհրդարան կակտիվանա ուրանի կործանարար էներգիան, դա կբերի իշխանության բացարձակ այսպես միայնակ մնալու, որը կհաջորդի փողոցային կոշտ ռադիացումը ըստ նատալ քարտի 8-րդ տան ճգնաժամերի և կորուստների։ Պետության պահպանման հետագա ցուցումներից խուսափելու համար աստղերը հուշում են, որ խորհրդարանական պատնեշ ձևավորելը շատ ավելի անվտանգ է և արդյունավետ է, քան փողոցային անորոշությունները և փողոցային պայքարները։ Ուրեմն Գագիկ Ծառուկյանի հետ կապված ես ուզում եմ ասեմ, որ տիեզերական դավադրություն է տեղի ունեցել, թաքնված հարված ասպեկտն է ցույց տալիս և աստղաբանության նատալ կարտով պարզ երևում է դավադրություն Գագիկ Ծառուկյանի հանդեպ։ Ուրեմն հունիսյան տրանզիտները եթե մենք նայում ենք հենց Ծառուկյանի քաղաքական սեկտորի վրա, ապա ԿՀ-ն իր կողմից երկու տեղամասերի չեղարկումը, որի պատճառով ուրեմն ձայների չեղարկումը պակասեցրեց 160 ձայն Ծառուկյանի ընտրողների, փոշիացրեց այդ ձայները,
որը ցույց է տալիս ուրեմն 12-րդ տան ակտիվացումը, գաղտնի թշնամիներ եւ դավադրություններ, 12-րդ տան արդյունքներում ամփոփելի փուլում տրանզիտային Մերկուրին եւ Սատուրնը կոշտ դիրք էին գրավել Հայաստանի նատալ քարտի 12-րդ տան նկատմամբ աստղաբանության մեջ սա նշանակում է կուլիսային պայմանավորվածություն, թաքնված հարված մեջքից եւ ձայների կորուստը եղել է ոչ թե պատահական, այլ մանրակրկիտ հաշվարկած։ Եթե խոսեմ Սև Լիլիթի մասի ազդեցության մասին, ուրեմն Ծառուկյանի սեկտորի վրա Լիլիթի բացասական տրանզիտը ցույց է տալիս, որ նրա դեմ կիրառվել են քաղաքական խարդավանքներ, տեղամասերի չեղարկում է հենց այն կետերում, որտեղ ԲՀԿ-ն ունեցել է առավելագույն քվեներ, աստղագուշակորեն համընկնում են նրա նատալ հաջողությունների տան ագրեսիայի հետ։ Պլուտոնի եւ Մարսի ճնշումը ուժեղային կառույցներ, Պլուտոնի դիրքը 10-րդ տան, սա իշխանության դիրքն է, Մարսի կոշտ հայացքը հուշում են, որ դավաճանությունը կրում է վարչական իրավական բնույթ։ Դատախազության կողմից նրա նատալ տիրույթում հարուցվում է քրեական հետապնդումներ, երկրից բացակայելու արգելքներ, այս սցենարը նույնպես դավադրության արդյունքում է։ Նատալ քարտով, այո, ուրեմն բացահայտվում է դավադրության այսպես գլխավոր հերոսին, անուններ չտամ, հույսով եմ դուք էլ արդեն իմացաք, բայց ուզում եմ ասեմ, որ Ծառուկյանը ուրեմն հետապնդումը ավելի շուտ Ծառուկյանի կապված է 8-րդ տան հետ, Մարսի հետ, եւ Ծառուկյանի պատասխան հարվածը Նեպտունի տրանսֆորմացիան, չնայած այս ծանր հարվածին Ծառուկյանի նատալ քարտի տվյալները հուշում են, որ նրան վերջնականապես խաղից դուրս հանել չեն կարող կուլիսային նոր դաշինքներ, նա իր ազդեցությունը կպահի արտախորհրդարանական դաշտում, ֆինանսական այսպես գործում որպես կֆինանսավորի շատ այսպես նախագծերի։ Եթե մենք նայում ենք ուրեմն մի վարքյան իրավիճակի սառեցում կլինես հուլիսի 15-ից հետո, որտեղ արդեն հարցերը կլուծվի ԱԺ-ի շենքում։ Խաղաղության պայմանագիր 2026 թվականին չի ստորագրվելու ոչ մի դեպքում եւ սահմանադրությունը չի փոխվելու, որովհետեւ ընդդիմադիր ուժերը իրենց 41 մանդատով մաշեցնելու են Նիկոլ Փաշինյանի ծրագրերը։ Սատուրնը արգելք է դրվում, այստեղ ժողովուրդ ջան, պատկերացրեք, որ մոլորակներն են մեզ արդեն պաշտպանում են վիճակի ենք հասել։ Պլուտոնը արգելափակում է սահմանադրության փոփոխությունը։ Այսքանը այս մասին Ծառուկյանին այսպես խաղից դուրս հանել չի լինելու, Ծառուկյանը շարունակելու է թեկուզ կուլիսում իր ֆինանսները, իր միջոցները դնելով եւ օգնելով, որպիսի պահեն ընդդիմադիր ուժերը կամ այսպես ասեմ 41 մանդատ վերցնողները այն խնդիրները, որոնք իրենք մտնում են, հա, այդ խնդիրները լուծելու համար, այսպես է լինելու հետակա իրավիճակը։ Իսկ Նախիջևանի մասին ես անպայման կխոսեմ, այս որ ներկայացնեմ, այստեղ շատ թաքնված նյուանսներ կան, որոնք մոլորակները ցույց են տալիս, բայց ելի եմ ասում, դա շատ ծավալուն թեմա է, այդքան չեմ ուզում ծանրացնեմ ձեզ, բայց իմ կանխատեսումների հետ կապված հստակ ասում եմ, որ քանի որ չունեմ տվյալ դեմքերի ծննդյան ժամերը, իմ կանխատեսումների 85-90%-անոց իրականություն դառնալու այսպես հավանականությունը անհերքելի է, այնտեղ 10%-ի խնդիրն է, որտեղ ես չունեմ ուղղակի իրանց ծննդյան ժամը։ Ծննդյան ժամը ունենալու դեպքում ամեն ինչ փոխվում է եւ այստեղ դեպքերը, քանի որ նշել եմ ես այս ժամանակահատվածին, կարող է մի փոքր խախտում լինի, բայց այն ինչ ասել եմ դառնալու է իրականություն, ես տերեմ ամեն մի խոսքին, այսքանը։